Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, այսօր մեր մոտ ապրիլի 28-ն է, մենք գտնվում ենք Մոսկվայում, բայց դրսում ահա որ ձյուն է, ձնառատ եղանակ է, կարծես թե ձմեռը վերադարձել է մեզ մոտ, բայց դա չի խանգարում մեր ջերմոցային աշխատանքները շարունակելու, այսօր միասին դնելու ենք չերենոք գարտենզիայի. Հիմա ձեզ ցույց կտամ հողը պատրաստել եմ արդեն, սովորական տորֆն եմ վերցրել եւ տորֆի մեջ լցրել եմ ագրոպերլիտները, սպիտակ հատիկները մեր, որպեսզի խոնավությունը լավ պահպանեն։ Հիմա ձեզ քայլ առ քայլ ցույց եմ տալու, թե ինչպես ենք մենք չերենոկը դնելու գարտենզիայի, սիրելիներս։ Հիմա մի փոքր էսպես թեքեմ։ Նայեք, հողը պատրաստել եմ, հողը թեթև թրջել եմ, բայց շատ խոնավ չեմ արել, սիրելիներս, եւ խառնել եմ ագրոպերլիտը, մոտավորապես իմ մոտ 70% տորֆն է, 30% ագրոպերլիտ է։ Հիմա ինչ ենք անելու, սիրելիներս։ Վերցրել եմ այս տեսակի ամաներ, որպեսզի ջերմոցային էֆեկտ ստեղծեմ, այն որ մառեզիլկայում բանջարեղեն բան ենք դնում, այդ տեսակի պլաստմասայի ամաներ, բայց ինչ եմ արել, այս ներքևի հատվածները, եթե երևում է, մկրատով կտրել եմ, անցքեր եմ բացել եւ վրան գրել եմ ամիսամսաթիվն եմ գրել եւ ումից եմ ճյուղը վերցրել, ես ինքս գարտենզիա չունեմ։ Հիմա հողը կլցնենք այստեղ։ Ես արդեն փորձել եմ, բայց շշերով եմ փակել, երևում է, որ արդեն աճում է, մի խոսքով, չերենոկները դնելու ենք ժողովուրդ, բայց չենք ջրելու, մենք միշտ ջուրը փչելու ենք տերևների վրա, նայում ենք խոնավության աստիճանը, եթե ձեզ մոտ շոկ է եղանակը, ջուրը կփչեք օրը 2 անգամ եւ դնելու ենք հով տեղ, քանի որ մեզ մոտ Մոսկվայում դեռ արև չկա, եղանակը հով է, սիրելիներս, ես ճիշտ ասած թողնելու եմ մեր փոքր ջերմոցը, սատիլանոցը, բայց եթե դուք գտնվում եք Հայաստանում կամ մի ուրիշ երկրում, որը որ տաք է, դնում ենք հով տեղ, ժողովուրդ ջան։ Մեր մոտ այնքան վատ եղանակ է երեկվանից, անձրև, քամի, շատ չենք սեղմում հողը, սիրելիներս, էսի պատրաստեցինք, սա իմ մոտ լինելու է սպիտակը, իսկ սա ռոզվիս է լինելու, հիմա ցույց կտամ ինչպես ենք անելու, վերցնում ենք այս տեսակի նյութ, որը որ շատ լավ լինում է գարտենզիան չերենոկ դնել, միայն գարտենզիան, բացում ենք ամանը, ժողովուրդ ջան, ինքը այս տեսակի ամանա մեջը ու կանաչ գույնի, ինքը գելի նման հեղուկ է, մի քիչ հեղուկից լցնելու ենք կրիշկայի մեջ, կանաչը չի կապոտագույն, սենց մի քիչ կլցնենք ու հիմա ձեզ ցույց տամ ոնց ենք դնելու, սա իմ մոտ ռոզվիներ, ուրեմն արդեն 1 ամիս է, ճյուղերը իմ մոտ գտնվում են ջրի մեջ, ճյուղը կտրել եմ եւ դրել եմ ջրի մեջ, ժողովուրդ ջան։ Հիմա ինչ ենք անելու։ Վերցնում ենք սուր դանակ կամ լեզվի, այնպես ենք կտրում, որ ոտիկը հետը դուրս գա։ Նայեք։ Այսպես։ Նույնն էլ սա ենք կտրում։ Հուսով եմ բոլորդ էլ լավ երևում է։ Շատ հեշտ կպնում է ասեմ իմանաք։ Հիմա սա նայեք մի քիչ էս կարիճնի ոտիկը շատ է հետը, սենց ոնց որ թելիկին ման դուրս է եկել։ Սա իմ չերենոկներն են, նայեք ժողովուրդ։ Կվերցնենք մի հատ ճյուղ, բարակ, սենց ճյուղ, նայեք, հենց գարտենզիայի ճյուղն եմ վերցրել։ Ինչ ենք անում այս ճյուղով։ Ճյուղով անցքն ենք բացում, որտեղ որ դնելու ենք մեր գարտենզիան, սիրելիներս։ Դնում ենք մոտավորապես մի 3 սանտիմետր հեռավորության վրա։ Վերցնում ենք մեր չերենոկը, թաթախում ենք այս հեղուկի մեջ, նայեք, հեղուկով պատվել է։ Դնում ենք
եւ կողքերը սեղմում ենք, շատ չենք սեղմում հողը սիրելիներս, որպեսզի լավ արմատակալի, թեթև լինի հողը արմատների մոտ, որպեսզի արմատակալի։ Սա էլ դնում ենք, այնպես ենք անում, հեղուկից մնա մեր չերենոկի վրա, ժողովուրդ։ Ճիշտ ասած ճյուղերով էլ եմ դրել, բայց այս տարբերակը ավելի շուտ է աշխատում եւ ձեզ ընթացքում ցույց կտամ, թե ոնց են աճում իմ չերենոկ դրած գարտենզիաները։ Նայեք։ Բարդ բան չկա։ Գարտենզիան դրախտավարդն է կոչվում, ամենագեղեցիկ ծաղիկներից մեկն է, մնագալիետնիկները։ Նայեք ժողովուրդ ջան, երևում է։ Կտրեցինք, սիրուն։ Սա իմ մոտ ռոզվին է։ Իսկ այս փոքր ճյուղերը դեռ դնելու եմ ջրի մեջ, որ ավելի մեծանա, ժողովուրդ ջան։ Այստեղ էլ ունեմ։ Նայեք, այստեղ էլի ճյուղը բացում է, աչքը։ Սա էլ կթողեմ, որ ավելի մեծանա։ Չեք պատկերացնում, դաժե փոքր ճյուղը կտրել եմ, դրել եմ ֆիկուսիս ծաղկամանի մեջ եւ աճում է, այնտեղ արդեն տերևներ է բացում, դա տանն եմ դրել եւ փորձնական առանց փակելու, մտածեցի առանց ծածկելու, որ ոչ մի բանով չծածկեմ, ջերմոցային էֆեկտ չստեղծեմ, ուղղակի այսպես ճյուղը կտրել եմ ու դրել եմ հողի մեջ, չեք պատկերացնում ոնց է կպել ու աշխատում, այսպես սիրելիներս, բարդ բան չկա։ Աշխատեք անպայման ինչ-որ մի բանով անցքանել այսպես, նայեք ինչքան հեշտ է։ Ճիշտ ասած շատ եմ ինտերնետում տեսել ոնց են աճացնում, բայց այն որ ասած լրիվ գաղտնիքները չեն ասում, ժողովուրդ ջան, այսինքն մենք չենք ջրելու սա ընդհանրապես, մենք աշխատելու ենք փակ պահենք մեր այս սամանի կրիշկան ու բացելու ենք ջուր ցողենք։ Մենք ջուր ցողելով ենք խոնավացնելու մեր գարտենզիան, սիրելի հետևորդներ, ջրել պետք չի, երբ որ ջրենք նա կնեխի։ Իսկ երբ որ շոկ է ձեր չերենոկների տեղը շոկ կլինի, անպայման տեղափոխեք մի հով տեղ, որ անպայման հով լինի, չի կարելի այս չերենոկների վրա միանգամից արևի ճառագայթներ ընկնի, դա վատ կանրադառնաք, սկսեն չորանալ, նեխել։ Հիմա սա կդնենք միասին, նաև հեսա ձեզ ցույց կտամ, ես նաև ինչպես եմ չերենոկներ դրել, բայց այս տեխնիկան ավելի լավ է աշխատում, ժողովուրդ ջան։ Նյութը պատվիրել եմ Վայլբերիսից, ինքը հեսա մի հատ է ցույց կտամ, անվանումը կնայեք, կոչվում է Radigreen, для черенкования գարտենզի, ինքը հատուկ հենց գարտենզիայի համար է, որովհետև մեր գարտենզիան սիրում է կիս լինի, թթվաշ հող է ինքը սիրում, թթվաշ ջուր է սիրում, իսկ ովքեր որ բակերում ունեն գարտենզիաներ, ամիսը 1-2 անգամ 10 լիտր ջրին լցրեք մի թեթև ճաշի գթալ լիմոնի աղ, լավ խառնեք, որպեսզի մեր լիմոնի աղը լուծվի ջրի մեջ եւ ջրեք ձեր գարտենզիաները, սիրելիներս։ Բայց չերենոկների համար ես ձեզ ցույց կտամ, հետո որ չերենոկները մեծանան, տեղափոխենք գարշոկների մեջ, ծաղկամանների մեջ, հետո ձեզ ցույց կտամ, սիրելիներս, թե ինչ պարարտանյութով ջրենք, որպեսզի մեր նոր աճած չերենոկները արդեն իրանք աճեն։ Այսպես սիրելիներս, սա հիմա դրեցինք, նայեք ինչ գեղեցիկ ստացվեց, 12 հատ եղավ։ Հիմա ինչ ենք անելու։ Հիմա մենք մի քիչ այսպես ջուր կփչենք վրան, նայեք։ Եվ փակում ենք, դնում ենք մի կողմ։
Որպեսզի ջերմոցային էֆեկտ լինի, ինչ է կատարվում, գոլորշին հավաքվում է ամանի մեջ եւ այս հավաքված գոլորշու կաթիլներով ջրվում են մեր չերենոկները։ Եթե զգում ենք չկա այդ չերենոկները, այդ գոլորշին չկա ամանի մեջ, ժողովուրդ ջան, կբացենք, մի քիչ էլի սենց ջուրը կփչենք վրան ու կփակենք։ Այսի սենց գնացինք առաջ։ Հիմա ձեզ ցույց կտամ ես ինչպես եմ դրել այստեղ։ Փորձնական դրել եմ ծաղկամանի մեջ եւ սոկի շշերը, պլաստիկ շշերը կտրել եմ, հագցրել եմ վրան։ Նայեք ինչ լավ վիճակում են գտնվում իմ չերենոկները, ժողովուրդ ջան, չեմ ջրում։ 3 առաջորն եմ մի թեթև ջուր փչե, ու մեր շշի մեջ ինչքան ջրի կաթիլներ կա, եթե երևում է, այսպես փակում եմ ու դնում եմ մի կողմ։ Այս մի հատը չի, էլի եմ դրել ժողովուրդ ջան։ Նայեք, սա էլ դրել եմ, սա դրել եմ, հեսա ամսի 23-ին եմ դրել, նայեք, ամսաթիվը գրում եմ պարտադիր, ամսի 23-ին եմ դրել, ուրեմն 3 շաբաթվա ընթացքում մեր գարտենզիաները արմատակալում են, հետո ընթացքում ցույց եմ տալու, թե ոնց ենք մշակելու, ինչպես ենք աճեցնելու մեր գարտենզիաները։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք, առողջ եղեք, դուք էլ փորձեք, մի մոռացեք լայքել եւ բաժանորդագրվել, կրկին անգամ ցույց եմ տալի մեր հեղուկը, որը որ չերենոկ ենք դնում, այստեղ էլ ցույց եմ տալիս ինչպես չերենոկ դնել, դժվար բան չկա, սա էլ հեղուկն է, կապույտ գույնի հեղուկ է ժողովուրդ ջան, դուք էլ վերցրեք, դուք էլ օգտագործեք, դուք էլ փորձեք չերենոկ դնել, ինչի չէ որ այս տարի չերենոկ կդնեք, մյուս տարի արդեն շատ սիրուն գարտենզիայի գեղեցիկ քոլ կունենանք։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք, առողջ եղեք, շուտով նոր վիդեո կտեղադրեմ, թե ինչպես են աճում մեր ջերմոցե ծաղիկները։ Ծաղիկները ավելի շատ ծաղկել են, շուտով արդեն լավ եղանակ է լինելու, շուտով կբացենք մեր առևտրի տարածքը արդեն սիրելիներս։ Լավ եղեք, առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։